Ապրիլի 17-ին Դինամո մարզադահլիճում կայացել է իրավապահ մարմինների 2026 թվականի վոլեյբոլի առաջնությունը, մեկ հարկի տակ համախմբելով տարբեր գերատեսչությունների հավաքական թիմերին։ Դիտարժան մրցապայքար է ծավալվել ներքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության հավաքական թիմերի միջև։ Ներկայային ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, նախարարության եւ ենթակածառայությունների ղեկավար կազմը, դահլիճում մթնոլորտը մրցակցային էր։ Համառ պայքարում ներքին գործերի նախարարության հավաքական թիմը նշանակալի հաղթանակ տարավ։ Ոստիկանության օրվան նվիրված առաջնությանը մասնակցել են նաև քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, գլխավոր դատախազության եւ պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը եւ մրցակցային տեղերը բաշխվել են ըստ գրանցած արդյունքների։ Տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ազգային անվտանգության ծառայության եւ պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։ Վոլեյբոլի առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է ներքին գործերի նախարարության հավաքական թիմը։ Հաղթողներին շնորհվել են հավաստագրեր եւ համապատասխան կարգի մեդալներ։ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի կողմից ներքին գործերի նախարարության հավաքական թիմի անդամ, պարեկային ծառայող Հովհաննես Սարգսյանը ճանաչվել է լավագույն խաղացող, արժանանալով հատուկ պարգևի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փայլուն մրցելույթների համար շնորհավորել է առաջնության մասնակիցներին եւ նշել, որ նման ձևաչափով հանդիպումները վաղուց արդեն դուրս են եկել մրցակցային շրջանակից, սա կարևոր հարթակ է մասնակիցների միջև շփումների ընդլայնման, ընկերական հարաբերությունների ձևավորման եւ համագործակցության ամրապնդման համար։ Նրա խոսքով մրցապայքարում հաղթողներ եւ պարտվողներ չկան, հաղթում են բոլորը, որովհետեւ ստեղծվում են սերտ կապեր եւ շփման նոր հնարավորություններ։ Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին առաջնությունում գրանցած արդյունքների համար։